Հարգելի ժողովուրդ, ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Փաշինյանի ու նրա մունետիկների կողմից սկսվել է շրջանառվել այն սուտը, թե միկրոբիզնեսն ազատված է հարկերից։ Օրենքով, եթե օրենք է գործեր, միկրոբիզնեսն ազատված է հարկերից։ Սակայն փաստացի 2018 թվականից միկրոբիզնեսը ճնշվում է Փաշինյանի կողմից հետևյալ մեխանիզմով. մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող գործարարների մոտ Փաշինյանի անմիջական ենթակայությամբ գործող ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում է օպերատիվ հետախուզական միջոցառում։ Գործարարին վերագրվում է հարկային որևէ իրավախախտում, գործարարի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, ԱԱԾ-ն գործարարի նկատմամբ հարկային հաշվարկ կատարելու հանձնարարություն է տալիս պետական եկամուտների կոմիտեին։ ՊԿ կատարում է հարկային հաշվարկ շահութահարկի, եկամտային հարկի, արտոնագրային հարկի, արտոնագրային վճարի, լիցենզիայի համար վճարի գծով։ Այդ հաշվարկը տրամադրում է ԱԱԾ-ին և գործարարին այդ հաշվարկի հիման վրա ենթարկում են հարկային քրեական պատասխանատվության։ Միաժամանակ այդ նույն հաշվարկով ՊԿ գործարարին ենթարկում է հարկային վարչական պատասխանատվության հարկային վարչական ակտերով, այսինքն հարկերից ազատված միկրոբիզնեսը հատիկ առ հատիկ ենթարկվում է կրկնակի ու բազմակի հարկման, և այս հանցավոր գիշատչությունը միկրոբիզնեսի նկատմամբ Փաշինյանն անվանում է հարկերից ազատված միկրոբիզնես։ Ես բժիշկ Գուրգեն Սարգսյանն եմ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից։ Վերջ։